Մինաս ջան, էլ չենք կարող։ Չենք կարող։ Յակով ամեն ինչ մեզի հեշ չի տևի, ամբարձ։ Հետո վերի տանջիվի կեվինք է։ Տանջանքները մարդուն տանին կհասնեն ապաշխարությամբ։ Այսինքն նոր համար։ Մյուս ակամին ճորենեք, մեր դարձեք։ Մինաս ջան, ես արդեն ապաշխարել եմ։ Ես մկաններս հեսը կպոկվեն։ Ես էլ եմ ապաշխարել։ Շատ հնարավոր որ դուք ապաշխարել եք, բայց արի ուտես որ Ջամշոն էլ կնած չէ։ Ախպեր, Մինաս ջան, ախպեր վաղուց քնել է, Ջամշոն կնած է։ Հա Մինաս ջան։ Օրորեք։ Շատ շնորհակալություն Ելենա։ Հիմա կգնամ տեղատենից կվերցնեմ։ Ես քանի օր ծակոսներ ունեմ։ Երևի շատ եք բարկանում։ Գիտեք, պետքան էլ չէ։ Եթե մի քանի օր արդեն ծակոցներ ունեք, ուրեմն պետք է համապատասխան մասնագետի դիմեք։ Պետք չի տենց թողնել։ Լավ, ես քանի օր ժամանակ կգտնեմ կգնամ։ Կներեք, որ անհանգստացրեցի ձեզ, բարի գիշեր։ Հա։ Ելենա, մի բաներ եմ ուզում ձեզ ասեմ։ Ես շատ եմ նեղում ձեզ համար։ Այսինքն իմ վերաբերմունքը ձեր հանդեպ դրա համար։ Ես գիտեմ, որ շատ խիստ եմ եղել ձեր հանդեպ։ Չնայած դա արել եմ նաև նրա համար, որ ձեր վրա ոչ ոք չխոսա։ Բայց երևի չափից ավելի խիստ եմ եղել, պետք չէր այդքան խիստ լինել։ Վարվել եմ ձեզ հետ այնպես, կարծես իմ ենթականերից լինեք, մոռանալով, որ դուք աղջիկ եք։ Խնդրում եմ ձեզ, մոռացեք այդ ամենի մասին, մոռացեք իմ բոլոր համար առողջարկությունների մասին։ Դուք ազատ եք Ելենա, ճիշտ է, ես չեմ որ պետք է դա ձեզ ասեմ, ուղղակի ես ուզում եմ ասել, որ դուք իմ համար ուժաշխատող եք, լեյտենանտ Հովհաննիսյան, որին ես շատ հարվում եմ, այսքանը։ Շնորհակալություն, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ճիշտ մանևրը հաղթանակի քեսն է։ Չեմ հավատում։ Ուղղակի փոխել է իր մոտեցման ձևը։ Մինաս ջան, էլ չենք կարող, ես այս մատերս կհալվեն։ Իսկ գուցե ձեզանից որևէ մեկը ֆային մեր օրորոցային երկեր, որպեսի ձեր ինքերը քնել։ Դու Ինչ ջրանաց է ասում։ Այդ ջրանանալու տեղը մագը չզլեի։ Մինաս ջան, մի բան ասեմ, էլ է ապեր։ Տեսնեք ինչ ընկերունիկ։ Հեչ ձեզի չի խրջա, ձեր մասին չի մտածել, պետք չէ։ Չէ, ապեր, ոչ եմ խղճում, ապեր, ոչ եմ մտածում, ապեր, մտածում եմ Մինաս ջան։ Որ կմտածես քնի, մեղք են տրեկը։ Ապեր, ախր Մինաս ջան, հա ճիշտ ասեց լավ է, անեց լազատ է տալիս, շատ լավ է, ասեց օրորում են բան, շատ լավ է Մինաս ջան։ Ապեր, բայց մի տեսական հանգիստ եմ չեմ գարում քնել, չի լոմ ապեր ջան, Մինաս ջան։ Հասկնամ, շատ դժվար է քեզ պես քնելը։ Դե դու պատկերացրած տարեկի վիճակն ինչքան դժվար է։ Ապեր, ճիշտ է, այս սաղին պատճառով է։ Բայց լավ կրի ապեր, ես սաղ քշեր վազեմ, մենակ ու տղեկի մի տանջին հետ էլի ապեր ջան։ Ջարեք վարդ է։ Կուզես սաղ գիշեր վազեք։
Դե ապեր Չամշա։ դե ապեր տղեկ ջան թվերները չհանգստացավ մի քիչ օրորեք էլի ապեր մեր Չամշա։ Բախեցա։ Չէ մինոջ ջան երբ ասես ապեր կհելեմ կվազեմ ծախ չարը տոնեմ Ոչեմ ճիշտ ասած հավեսս բախավ։ Երեկս կրավատների տերեկտեղ ու ատգոյն։ Էլի։ լավ արա տղեկ ջան արա ձեր հորքուն կուրբան արա Մեղտել իրա բանակի օրվա համար ուրախանա ու չթողեն արա Հելա, շուշու, հելա Բայց հլը մի ռոպ է Ես չհասկացա մենք հիմա բանակի համար էինք ուրախանում թե վարոսի գնալու Որ ես կու ամբերցում արա Հալա Baş, Hafsar, ya, hava savaşında pizza. Պարոն մայոր, երկրորդ մոտոհրաձգային բաշտը ձեր հրամանով շարված է։ Բաշտի հրամանատար կապիտան Գասպարյան։ Ողջույն։ Ողջույն, պարոն մայոր։ Շնորհավորում եմ ձեզ հայկական բանակի ստեղծման 18-ամյակի կապակցությամբ։ Ուրա, ուրա, ուրա։ Ազատ։ Հունվարի 28-ը մեր բանակի կազմավորման օրն է։ Սրանից 18 տարի առաջ 1992 թվականին ամենածանր պայմաններում ստեղծվեց Հայաստանի Հանրապետության առաջին զորամիավորումը։ Առաջին դեսանտագրոհային գունդը։ Հայկական բանակի ստեղծումը պատմական նշանակություն ուներ։ Սկիզբ դրվեց ամենակարևոր կառույցի ձևավորմանը։ Իվորներ, մենք սկսեցինք պաշտպանել մեր հայրենիքի սահմանները ինքնաշեն և ոսորնական վերացաններով։ Մենք